Եվս մի պատվեր պատրաստում եմ, որ հեսա պետք է կանտանեն, այստեղ է դոնաց եմ թխում, գործում։ Թելերով գործում եմ բանի, պասեք, 3 համարի հելունով։ Ինձ դուր է գալիս հենց, օրինակ ասենք այստեղ 4-րդ համարի կարծեմ, այս որն է 3.5-ներ, բայց այսիշ իմ համար մեծ է, այս թելերի համար։ Իմ դուրը գալիս է, որ սենց լավ, սենց քիպ գործում է։ Ատենց։ Երեք ուրեմն Ռոսիի մոտ էի գնացել ու այս բրասլետը տեսես, քանի որ չեմ կարող անտարբեր անցնեմ թիթեռների կողքով, որոշեցի սենց վերցնեմ, նայեք ինձ սիրուն է, ինչ նրբություն է, չէ։ Երեկվանից ինչ դերել եմ թևիս, չեմ հանել թևիցս, մի տեսակ ինքը սենց հաճելի է, դուրս շատ է գալի։ Ողջույն բոլորին, ես պատրաստվել եմ, որ դուրս գամ, բանը լուպի տանեմ հետևից գալու, աղջիկներով տենց գնալու ենք, նստենք, սրուցենք, ժամը 7 էլի, ուզում էր իմ հետ խոսեր, ես եմ ուզում հանդիպեմ, դուրս գամ, ցրվեմ, գնալու ենք այստեղ հրապարակ մոտիկ, մեր սրճարանը, իմ ու Բետոյի ամենասիրած բայրը, և մի քիչ նստենք զրուցենք։ Պատրաստվել եմ հեսա կգա կանցնի, իմ նոր կոշիկներն եմ հագել, մեկ ինչ լավն է, շատ է դուրս գալի, այս մասերը մի քիչ սենց քիպ է, բայց ոչինչ կբացվի, այստեղ նայեք, բարձացել է անգամ շալվարս, այս ցեպ ունի, բայց շատ դժվար է հագվում այստեղ։ Ոնց լուպիտայի հետ չենք հանդիպել, շատ շուտվանից վերջի անգամ, և որ եկել էին մեր տուն, այդ ժամանակ ենք հանդիպել, ինքը գործ ունի, աշխատում է տենց, Պեմեքսում աշխատում, բացի այդ հոգեբան է ինքը, տենց առանձին օֆիս ունի, որ մարդիկ գալիս են, հա, տենց հոգեբանական խորհրդատվություն է տալի։ Եվ ես տենց ժամը 7 է դուրս գալի աշխատանքի վայրից։ Երեք գրել եմ, որ քեզ կարոտել եմ, այսօր ես կորել, ոնց անեմ քեզ հանդիպեմ, բան, ասում ես էլ ուզում էի քեզ գրեի, են էլ դու առաջինը գրեցիր, ասում մտքերով իրար ձգեցինք, ասում այո, այս մեքենայի հոտը այստեղ եմ հələ որ գաղել, ինքան եմ խնդացել, հետո չեք պատկերացրի, եկ հոսքով տենց սպասում իրան ամակին, որ գա, մեքենայով գալու է, ու ընդեղ կկայանենք մեքենան։ Լուպիտան ինձ խալ էր հասկացել, որ ընդեղ կաֆեում կհանդիպենք, ես սպասում եմ, որ ինքը գա անցնի, սանգեց արդեն, ասեց ընդեղ կայանատեղի աման գալի, ասի լավ, ես Բետոյին կասեմ ինձ կուղեկցի, դենց եմ։ A lo mejor está buscando, no está, ¿no? ¿Eh? A lo mejor está buscando todavía. ¿La quedaron en esto? Sí. ¿Foto o video? Video. Ay. Es video. Մենք զրուցեցինք ինձ տանում է տուն, ինձ սիրուն է այստեղ, Muy bonita aquí.
Լավ զրուցեցինք, hablamos bien. ¿Mande? Hablamos bien, ¿verdad? Ah, sí. Muy bien. Muy a gusto. Sí, շատ հաճելի սենց զրուցեցինք։ Mira, Sí. Մեյա։ Sí. Ողջույն, մենք գնացել ենք Ավրորա։ Մի քանի բան ենք գնել, հեսա ձեզ ցույց տամ ինչ ենք գնել։ Այստեղ բանան ենք գնել։ Էսի մանդարինա։ Հետաքրքիր, այս գույնի մանդարին չեմ տեսել, նաև սենց այս ֆորմայի, ավելի շատ նարինջա նման։ Այստեղ ունենք թունածուկ 2 հատ, սուրճը, այստեղ ունենք ավոկադո, այստեղ ունենք հապալած և ասնվամորի, այստեղ յոգուրտ առանցակար, Nesquik փոշի, շոկոլադ, այսպես ես թուգիկ կամ, այստեղ ունենք գրանոլա, իմ մշտականին եմ վերադարձել, այսի կիվի եմ գնել, բաղուցած չայի գնել, այստեղ ունենք գրեմ բանիր, այստեղ ունենք ապախտած երշիկ, այստեղ պիսաների երկու հացկեր եմ գնել, այսի 4 հոգու համար, մի հատը 2 մասի եմ բաժանում, այստեղ սենց սնեք է իրենց համար, վաղուց արելի չայի գնել, և այստեղ բաներ եմ գնել, մեկ պետք է լինում չկատանը, սանտավիկ եմ գնել, և տոնածառի խաղալիքներ մի քանի ես, բայց աղագին բարձր էր գինը, այստեղ եղունգների սենց մանիկյուրը, բայց նաև ինքը վերականգնող է, չգիտեմ ինչքան է ճիշտ գնել եմ, այստեղ սենց այս ծերի, սենց թիթարներ են վերցրել, եկից սիրունը, 3 հատ սրանցից, մեկ ինչ լավն են, 2 հատ սրանից, և 2 հատ էլ սրանից, մեկ ինչ լավն են, սենց, ու ես թիթարները, 3 հատ, սենց, ամրացնենք, շատ սիրուն է, մեկ ինչ լավն է, սա վրա թել չկա, կդնամ, Ասա իրենց ծուկիկ տամ, կամ ասա թացկերը տամ երևի, տեսնենք, մեկ էլ ընդեղ գորդիտոյն ենք կեր վերցրել, բետն թողելա տրսում, dejaste afuera? Las croquetas para gordo. Դեղ Միգելն է կեր տալի, մենք կերն ենք առնում, ինքը կերը տալիս է, հա, ես է տալիս եմ, դրա համար դուրսն ենք թողել, զարդարում ենք տոնածառը և քանի որ մի քանի հոգի խնդրել էին, որ զարդարենք միասին, սենց նկարում եմ, դեղ սենց խաղալիքներն են մեր, ընդեղ, So, տեսնենք ոնց է ստացվում։ Շատ սիրուն է։
Գույներ ունեն, պետք է հավաքենք գույներով։ Սենց այս հատվածում անայք ստեղ գույն կա, շոր կպցրած, սրանք սև են։ Շապանակագույն։ Եվ տնանք վերջում ինչա լինում։ Ենք արդեն չեկան։ Ու դու ցայնես, լեստես յոն
Всё, ինչ-որ չափով պատրաստ է, եթե ինչ-որ հետո մի քանի ավելացումներ լինի, կավելացնեմ, բայց երևի այսքանը։ Մենք երևի ավելի ձեռներցս բաց չենք թողնի քանի որ սպիտակը թափում է, բայց իրոք ասեք, որ շատ սիրուն է։ Մի քանի ուրիշ բուջուրիկ խաղալիքներ կար, ապելացրել եմ, շուտվանից ունեի, որ մի քիչ սենց երանք հաղորդնեք այս բուջուրիկները, բայց շատ սիրուն եղան։ Այսի ժամանակով որ է ժողովուրդ էստեղ, հուսով եմ մյուս տարի էլ էստեղ չի լինելու, կան ինքը շատ մեծ է, ուրիշ տեղ չի տեղավորվի։ Ողջույն բոլորին, մեր գեղեցկուհին, կանգնած գեղեցիկ։ Այս ինչ շոք է էստեղ ժողովուրդ։ Ուրեմն ես դուրս եկել ու այս խաղալիքներից նորից վերցրել եմ 2 հատ, քանի որ գուցե մյուս շաբաթ բան լինի, վերջանա։ Դրա համար կավելացնեմ, ոնց որ սպիտակը ուզում եմ մի քիչ շատացնեմ, բայց չգիտեմ, երևի այսքանով կբավարարվենք այս տարի։ Տենց ու այստեղ ինձ բան են տվել, բանկում, որտեղ մենք կրեդիտ ունենք, կալենդար են տվել, ու այստեղ մեքսիկական խոհանոցներ են, ող, էսի enchiladas, էսի tamales, ուրեմն caldito, duranguense, էսի չեմ կերել ես, ապուրը ինչ-որ էսի տլայուդաս, էսի մեծ տակոյա, կարելի ասել, շատ մեծ, էսի մոլե, իհարկե պոբլանո, պոբլա քաղաքից, ագուաչիլե, ես էլ չեմ կերել, ագուաչիլե վերդե, կարելի ամենամիս տենց նայել ինչ ուտելիք կա ու փորձեր սրանք, չիմիչանգես, ես էլ չեմ կերել, Սոնորա էսի շրջանն է, որտեղ են իրան սարքում, Carne Tampiqueña, Tamaulipas, Carne Tampiqueña, ես էլ չեմ կերել, Guerrero, Pozole Rojo Guerrero, ese pozole կարմիր pozole, էսի tacos de canasta, Զամբյուղի տակոներ, Tlaxcala, էսի, չգիտեմ ճիշտն ասած, երևի չեմ կերել, էսի pescado a la veracruzana, ծուկա վերակրուսի, Cochinita pibil Yucatan, Cochinita ինչ-որ տենց կերել եմ, բայց բան չէ, Guanajuato չկար, չեմ, հա հեսա Guanajuato enchilada mineras, Guanajuato-ի ուտելիքն է, մենք մեր նահանգն է Guanajuato-ն, շատ ուրախ եմ, ես մտածում էի ինչ-որ մեր կալենդար առնեմ, շատ սիրուն է եղել, երեկ որ գնացել էինք Ավրերա, Բետոն ուզում էր խմորեղեն վերցներ, ես էլ ասեցի ավելի լավ է այդ խմորեղենի տեղը, ես սարքեմ խմորեղեն, բան խոստացել եմ տիրամիսու սարքեմ, այնպես որ էսա մի բան ուտեմ, առավոտ ընդամենը յոգուրտ եմ կերել, էսա գնամ ինչ-որ մի բան ուտեմ ու սարքեմ, սկսեմ սարքելը, երեկ այդ մանիկյուրը քսել եմ, 2 տակ եմ քսել, ու պատկերացրեք, սենց մի տեսակ ամրացել են եղունգներս, իմ եղունգներս ես ծալվում են ու մի տեսակ սենց զգում եմ ամրություն կա իրանց մեջ, կարելի է քսել, օքեյ, այսքանն է իրիկունը ազատ դինեմ, էսի կավելացնեմ այս խաղալիքները,
սենց հետո էպես գնացի թել էլ պետք է ավելացնեմ թել չկա սրանց վրա Okay, եկեք սկսենք պատրաստել տիրամիսուի խմորեղենը, եթե դուք էլ չեք կարողանում ձեռք բերել կամ, չգիտեմ, դժվար է մի քիչ, դուք էլ կարող եք պատրաստել։ Սրանք հենց օրիգինալ ինձ թվում է բաղադրատոմսն է, որ մարդիկ պատրաստում են տնական պայմաններում։ Եվ ես կարող եմ օրինակ ասենք on-line խանութներից այստեղ պատվիրել, այստեղ մեր մոտի խանութներում չկա, բայց ավելի թանկ է լինում։ Որոշեցի գտնեմ բաղադրատոմսը եւ պատրաստեմ եւ իհարկե ձեզ ներկայացնեմ։ Ուրեմն, մեզ անհրաժեշտ է լինելու 3 ձու, այստեղ ունենք 100 գրամ շաքարավազ, մի բաժակ ալյուր, 250 գրամ ալյուր, այստեղ ունենք փխրեցուցիչ, վանիլին եւ մի պնդղունց աղ ենք ավելացնելու։ Հիմա սկսենք նրանից, որ պետքա դեղնուցը եւ սպիտակուցը բաժանենք իրար եւ առանձին պատրաստենք։ Ուրեմն մենք պետքա ձուն բաժանենք սպիտակուց դեղնուց։ Եթե ձուն ջարդվում է անհարմար, կարող եք նախորդ ձվի հարմար կճեպը վերցնել եւ այդ ձև բաժանել։ Եթե չգիտեք էլի իհարկե։ Կա ժամանակ, որ ես չգիտեի, ինձ սովորացել են։ Սպիտակուցը դնում ենք մի կողմ եւ սկսում ենք հարիչով հարել դեղնուցը մի քիչ եւ ավելացնելու ենք շաքարավազի կեսը դեղնուցին։ Ուրեմն հարում ենք այնքան, որ ինքը մի քիչ սպիտակ է դեղնուցը, սպիտակ տեսք ունենա։ Ուրեմն, այստեղ մի քիչ ինքը իր գույնը փոխել է, լցնում ենք մի փոքր սենց աղ ենք, մի պտղունց աղ ենք լցնում, շատ աղավ, լցնում ենք մի փոքր սենց աղ ենք, մի պտղունց աղ ենք լցնում, շատ աղավ, և մի փոքր վանիլին ենք լցնում, ես սենց իր կափարիչի մեջ եմ չափում, շատ քիչ։ Եթե դուք փոշի վանիլին ունեք, կարող եք դա լցնել, հա, իմ մոտ չկա, այստեղ չգիտեմ կա, թե չկա։ Նայեք, ինքը այս պեչենաների գաղտնիքը կայանում դրանում, որ համբերատար պետք է իրեն խառնենք, սա դեղնոցն է, սա սենց սպիտակից, հա, լավ իրեն պետք է խառնենք, և ինքը շատ քիչ ինգրեդիենտներ է պարունակում, բայց համբերություն է պետք այստեղ, և հիմա սա լվանում եմ ու անցնում ենք սպիտակուցին, սա մի կողմ ենք թողնում և անցնում ենք սպիտակուցը, մի քիչ իրան հարում ենք, նոր ավելացնում ենք շաքարավազը։ Ուրեմն պետք է ստանանք մեր իմացած բեզեն, հա, որ ֆորմա ստանա, օքեյ, վերջ, սա վերջ, և ուրեմն, հիմա վերցնում ենք շատ զգուշությամբ և սպիտակուսը լցնում ենք ձեռքով, հա, այսինքն բանով չենք խառնելու, քիչ-քիչ լցնում ենք դեղնուցի վրա և խառնում ենք սենց զգուշությամբ, առանց արագ շարժումների, սենց հաճույք ստանալով խառնում ենք։
Okay, եւ այստեղ խառնվեց։ Վերցնում ենք ալյուրը։ Ես մի քիչ այստեղ ռոզդիկից եմ խառնում։ Շատ քիչ, շատ չէ։ Եվ պետք է խառնենք։ Եվ քիչ-քիչ մաղում ենք։ Մաղում ենք քիչ-քիչ և խառնում ենք։ Ինձ հետաքրքիր է խառնում եմ ու ոնց որ ձայն հանի խմորը, հələ լսեք։ Ափսոս կա իմ կամերա, միկրոֆոն չունեմ, որ լսեք։ Ինձ հաճելի է։ Ես այսքանով կբավարարվեմ, այստեղ մի քիչ մնացել է, երևի մի 50 գրամ, այսքանով վերջ։ Միացնում ենք ջեռոցը, որպեսզի տաքանա, այդ ընթացքում մենք պատրաստում ենք թխված կապլիցները։ Թավայի մեջ ուրեմն լցնում ենք այս կրեմի ամանի մեջ, չգիտեմ ճիշտ ասած ոնց է կոչվում ինքը։ Ես քանի որ այս ծայրը չեմ դրել, քանի որ իր ունեցածը ուրիշ ֆորմա է, դրա համար մի քիչ զգույշ ենք անում։ Հաջողություն մեզ։ Եվ փորձում ենք սենց երկար ձև ստանալ։ Ոչինչ, որ մի քիչ էլ տեսքը ինչը լինի, խմորեղենի մեջ է լինելու ինքը։ Ուտում կլինի։ Ես ու խմորեղեն ուր։ Всё, այսի տանում ենք այս անդուրները թխելու, բայց ուսանք լավը կլինի։ Խմորեղենի մեջ չի երևա, առաջի անգամն է սենց, որ եմ կարծեմ։ Հա, մոռացա, սպասեք։ Իրա վրա ցանում ենք շաքարավազի փոշին։ Այսենց։ Բոլ-բոլ։ Գնաց սպառարան։ Եվ այսքան ունենք նույն ձևի մյուս անգամ եք տենց լցնում և ուղարկում սպառարան։ Ավելի էժան է դուրս գալի, ավելի հարմար է, քան թե օրինակ ասենք կոնկրետ իմ համար, այստեղ մեր մոտ շատ թանկ է, օնլայն խանութից մանավանդ գնելը շատ թանկ է։ Ու նախընտրելի է այս տարբերակը բնական պայմաններում, բնական ձևով թխելը, այնպես որ դուք էլ փորձեք։ Ինչ փափուկ է։ Ընտիր։ Ճիշտ է, տձև է եղել, բայց խմոր է։ Տձև, բայց որոշ տենց խմորեղեններ դուրս եկան, հիմա անցնենք կրեմին։
Կրեմի համար մեզ անհրաժեշտ է սերուցք, շաքարավազ, ես այստեղ շագանակագույն շաքարավազ ունեմ, բայց երեսի հատվածն է, ներքևի հատվածը սպիտակ շաքարավազ է, քանի որ չունեի։ Եվ այստեղ 2 հատ կրեմ պանիր եմ վերցրել, իրականում օգտագործում են ավելի շատ մասկարպոնե պանիր, բայց նաև տեսա, որ սա են օգտագործում, կրեմ պանիր են օգտագործում ու կարելի ասել նույն բանն է լինում։ Կարծեմ մի անգամ ես մասկարպոնեով եմ սարքել։ Եվ այստեղ ունենք լուծվող սուրճ եւ մեր խմորեղենները։ Ինչ ենք անում, սկզբից հալում ենք 2 բաժակ բան է հարկավոր մեզ, սերուցք է հարկավոր, ես այստեղ ճիշտն ասած չգիտեմ այստեղի տոկոսայնությունը, ինչա յուղայնությունը եւ այլն, այստեղ Մեքսիկայում այդքան էլ տենց չեն գրում իրա վրա յուղայնությունը, ունեմ այն, ինչ որ ունեմ, մի խոսքով։ Եկեք անցնենք գործի, հարում ենք սերուցքը, շաքարավազը ավելացնում ենք, հարում ենք եւ հետո ավելացնում ենք պանիրը։ Ահա 2 րոպեով դնում ենք սառնարան, մինչև որ պատրաստենք սուրճի հատվածը։ Մի փոքր ջուր ամանի մեջ։ Սուրճ, մի քիչ խիտ։ Շատ լցրի աչքիս։ Եվ թաթախում ենք թխված կաբլիթները թաթախում ենք այստեղ և դասավորում։ Շատ չէ, քանի որ իրանք շատ փափուկ են թխված կաբլիթները, շատ չենք թողնում, որ շատ ցախ չդառնա։ Մեկ ինչ սիրուն ձևի խմորեղեններ է իմ մոտ ստացվել։ Ինքը մեր բիսկվիթի ձվանոցի խմորն է, ուղղակի պեչենի տարբերակով։ Հետ էլ բարակ։ Նայեք, ջարդվում է, այնքան փափուկ է։ Եվ վերցնում ենք մեր կրեմը, որ սենց ջիգյարով լցնում ենք թխված կաբլիթների վրա։ 2 շերտից եմ սարքելու, քանի որ դժվար բավականացնի։ Եվ նույնը կրկնում ենք երկրորդ շերտի հետ։ Մտածում էի քիչ է սուրճը, բայց չէ։ Այս շատ է, ավելի ճիշտ։ Աչքիս էլ եմ սարքել։ Լավ էլ բավական ստեց, ընդամենը 2 մի հատուկ էս խմորեղեն է մնացել։ Գոհինք։
Վերջ վրեն ավելացնում ենք կակոյի փոշի, զգուշությամբ, որ չթափվի, իմ նման չանեք, սիրուն կանեք դուք, և ուղարկում ենք սառնարան մի քանի ժամով, լավ սենց խիտ, կակոյի փոշի կուղարկում, վերջ ուղարկեցինք սառնարան, մենք այսօր արդեն փորձել ենք ինչպես նկատում եք մեր տիրամիսուն, շատ համով ա եղել, ես որ հավանեցի ճիշտ ասած առավոտ բետոն կերել ա, նոր գնացել ա, ու շատ համով ա ստացել, ապեմեն փորձեք, մեզ անգամ ուզում եմ հենց օրիգինալը թխեմ, օրիգինալ հենց իտալական, տենց տատիկները, որ մի քանի վիդեո տեսա, տատիկները իտալացի սարքում են, հենց այդ ձև եմ ուզում, հետաքրքիր է, որ հենց օրիգինալը կրեմը նաև ձույ է խառնում ու էդի չի եփվում, ձուն հարում է առանձին սպիտակուց, առանձին դեղնուց ու կրեմ ենք մասկարպոնե պանիր ավելացնում ենք մի խոսքով ու բան էլ չի անհրաժեշտ, սերուցք էլ չեն օգտագործում իմ հիշելով, մի հատ պետք է նայեմ ու պատրաստում են, ուզում եմ հենց կոնկրետ մասկարպոնե առնեմ և օրիգինալը պատրաստեմ մյուս անգամ, տեսնենք, եթե ստացվի հացիկներն էլ մի անգամ առնենք, տեսնենք նույն համի է, թե տարբեր են համը, հենց